Արևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի բնիկ հայությունը, պատմական անարդարություններ, դարածքային իրավունքներ եւ միջազգային պատասխանատվություն, Արմենակ Աբրամյան, Ադամանդյա սերունդ, Աշոտ Հարությունյան, Խոստացան բայց մորցան, անսպասելի հանդիպումը Վան քաղաքին մեջ, ինչպես Վանա լիճը սարեցուց պատմությունը, անչնչելի ցավը, Բաքվի չարտերում պատկերները վերապրողներու հիշողության մեջ, Խավից։ Արևմտյան Հայաստանի եւ Արցախի բնիկ հայերը սերունդներ շարունակ ենթարկված են հողային, մշակութային, լեզվական եւ մարդու իրավունքներու խախտումներու, սկսյալ Օսմանյան չարտերեն եւ ցեղասպանութենեն 1854-1923, մինչեւ Արցախի ժամանակակից հարգադրական դեղահանությունները 2020-2023 թվականները։ Գանայք եւ աղջիկներ առանցին հարվածի ենթարկված են։ Սերական բռնություններու, ստրգության, հարգադրական կրոնապողության եւ երեխաներու բաժանումի միջոցով այս խախտումները ստեղծած են երկարաժամկետ ընկերային, մշակութային եւ հոգեբանական հետևանքներ։ Միջազգային իրավական շրջանակները կպահանջեն ճանաչում, փոխհատուցում, անվտանգ վերադարձ եւ համայնքային վերականգնումի պաշտպանություն։ Արևմտյան Հայաստանի բարակային Թուրքիո մեջ մինչեւ այսօր չեն ճանաչված բնիկ հայերու հողային եւ մշակութային իրավունքները։ Արցախի մեջ հարգադրական դեղահանութեն են ետք կասեցված է համայնքային ինքնակառավարումը եւ մշակութային ժառանգության պահպանությունը։ Ամբողջ այս պատմությունը կընդգծե միջազգային հանրության բարդավորությունը ճանչնալու, փոխհատուցելու եւ կանխելու նման խախտումներու կրկնությունը։ Նյութին ամբողջությամբ ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Ադամանդյա սերունդ կրթական նմուշը կծառայե որպես ճանապարհային կարդես նոր սերունդի ձևավորման համար։ Ադամանդը կխորհրդանշե ամրություն, անգոտրում կամք, մաքրություն, բարձր արժեք եւ բազմագողմանի պայլ, ցույց տալով, որ սերունդը կձևավորվի կոշտ աշխատանքի, փորձառության եւ ժամանակի ընթացքին։ Գրթական հիմնական ուղղություններն են ազգային ինքնության կրթություն, հայրենաճանաչ եւ պատասխանատու քաղաքացիի դաստիարակություն, խորացված պատմության ուսուցում, մշակութային ժառանգության ուսումնասիրություն եւ pedagogan մտածողության զարգացում։ Բարոյական եւ հոգեբանական դաստիարակություն, գայուն եւ պատասխանատու անհատի ձևավորում, էթիկա, կյանքի հմտություններ, հոգեբանական գայունություն եւ հասարակական ծառայություն։ Ուսուցիչներու նոր հիմնարկ, ուսուցիչը պետք է ելլա գիտնական, դաստիարակ եւ առաջնորդ պատրաստված հատուկ ազգային կետրոններու մեջ։ Դպրոցը որպես համայնքային կետրոն, խմբակային աշխատանք, համայնքային ծրագիրներ եւ ծառայողական մշակույթի զարգացում։ Առաջնորդության եւ pedagogan մտածողության կրթություն։ Ռազմավարական մտածողություն, կառավարման հիմունքներ, ազգային անվտանգության գիտելիքներ եւ հանրային ծառայության մշակույթ։ Նմուշի արժեքներն ու ռազմավարական նպատակներն են ազգային ինքնագիտակցություն, գիտական գերազանցություն, բարոյականություն եւ պատասխանատվություն, համայնքային մտածողություն, առաջնորդության զարգացում, միջազգային մրցունակություն։ Նմուշի վերջնական նպատակը գիտակ, հայրենաբաշտ, հոգեբան գայուն, ստեղծագործ եւ pedagogan մտածողությամբ օժտված երիտասարդ սերունդի ձևավորումն է, պատրաստ դառնալու երկրի եւ հասարակության ապագա առաջնորդները։ Նյութն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ 2023 թվականի սեպտեմբեր 25-ին Արցախի մեջ վարելանյութի բահեստի ողբերգական բայթումին զոհ կացածներու հարազատներու կարգավիճակի հարցը մինչև այսօր լուծում չէ գտած։ Այս մասին հայտարարած է Արցախի հանրապետության պետնախարար Նժդե Իսկանդարյան։ Անոր խոսքով բազմաթիվ ընտանիքներ կգանքնին ծանր ընկերային խնդիրներու առջև։ Իբր օրինակ անհիշեցուց միայնակ մայրը, ով երկու անչափահաս երեխաներու հետ 2 ամիս շարունակ չէ գրծած վճարել բնակարանի վարձքը եւ ի վերջո հայտնված է փողոցը։ Իսկանդարյան նշեց, որ անցյալ դարվան հանրահավաքեն ետք փոխվարչապետին հետ հանդիպումի ընթացքին խոստացված էր լուծել խնդիրը։ Ներկայացված էին բոլոր անհրաժեշտ փաստաթուղթերը, սակայն կարգավիճակ տրամադրելու գործընթացը մնացած է քննարկումներու մագարտակի վրա։ Մեզ խաբեցին, խոստումը դրվեցավ, բայց գործնական քայլ մչեղավ, մինչդեռ այստեղ մարդկային կյանքեր գախված են շեշտեց ան, ավելցնելով, որ փոխվարչապետին աշխատակազմը այլևս չի պատասխաներ իր հեռախոսազանգերուն։ Փետրվար 13-ին Վանի նահանգի Քյուրբնարի շրջանին մեջ արձանագրված է հազվագյուտ դեպքը։ Անհետացման վտանգի տակ գտնվող Վաշակ Մ նկատված է Արաքս քեդի անցումին։ Տեղացի անասնապուժը ծառայողական այցով Նորտուզի շրջան երթալու ընթացքին ճանապարհի նկատած է քեդը անցող կենդանին։ Ան հաջողած է բջջային հերացայինի դեսախցիկով արձանագրել պահը, երբ Վաշակը գանցնի Արաքսի մյուս ափը։ Ջուրեն դուրս գալեն յետ կենդանին գար ժամանակ անց անհետացած է դեսատաշտեն։ Մասնակիցները կնշեն, որ Վաշակը կհամարվի հազվագյուտ եւ պահպանության գարիք ունեցող տեսակ, իսկ նման տեսակրությունները մեծ նշանակություն ունին վայրի բնության պահպանության եւ գիտական ուսումնասիրության համար։
Վանա լիճը, որ կգտնվի Արևմտյան Հայաստանի մեջ, հաճախ կգոչվի շրջանի ամենաայլ մոլորակային ջրավազանը, ան ոչ քաղցրահամ է, ոչ ալ ձովային, աշխարհին ամենամեծ սոդային լիճն է հագեցած աղերով, ջուրը սահուն զգացում կուտա, իսկ քիմիական գազմը այնքան ուժեղ է, որ կրնա մաքրել հագուստը նույնիսկ առանց օջարի, շատ կենդանի օրգանիզմներու համար միջավայրը մերյալ կոդի է, սակայն այս եզակի բաղադրությունն է, որ լիճը դարձած է բնական բահոց, 2017-ին ջրասուզակներ լիճի հատակին հայտնաբերեցին 3-4 մետր բարձրություն ունեցող հսկա քարաշեն բադեր, որոնք կկապվին հին Ուրարտու պետության ժամանակաշրջանին շուրջ 3000 տարվան վաղեմությամբ։ Գիտնականներ կբացատրեն, թե ջուրի մագարտակը հազարամյակներու ընթացքին բազմիցս փոխված է, երբեմն ծածկելով բնակավայրեր, երբեմն ալ բացահայտելով հատակը։ Սոդային միջավայրը կտանտաղեցնե քայքայումը, ինչի շնորհիվ պատմական շերտերը բացառիկ վիճակի մեջ պահպանված են։ Լիճի կենսաբանությունը նույնքան եզակի է։ Այստեղ գոյատևած է ընդամենը մեկ ձկնատեսակ՝ Վանի մարգարիտ կեֆալը։ Գարնան ամիսներում միլիոնավոր ցուգեր աղի ջուրեն կբարձրանան քաղցրահամ գետեր։ Վանա լիճը կմնա գիտական հետաքրքրական կենտրոն, միաժամանակ ըլլալով քիմիական հետազոտական կենտրոն եւ պատմական արխիվը։ Բաքվի մեջ տեղի ունեցած չարտերում պատկերները եւ այն վախերը զորս ապրեցան վերապրածները այսօր դարձած են անոնց հիշողության անչնչելի մասը։ Այս ողբերգական փորձառությունը կշարունակե արձական կունենալ անոնց կյանքին մեջ, ընդգծելով մարդու իրավունքներու պաշտպանության եւ պատմական ճշմարտության պահպանման կենսական կարեւորությունը։ Ինչպես կնշե պատմաբան եւ հետազոտող Լիա Բաբայանը, վերապրածներու հիշողությունները միայն անձնական վկայություններ չեն, այլ նաեւ հասարակության համար դաս, երբեք չմոռնալու անցյալի ցավը եւ գանխելու նման ողբերգություններու գրկնությունը։ Խավիձը հայկական խոհանոցի յուրահատուկ ուտեստմն է, պատրաստված սորենի ալյուրե, թանձր եւ քաղցր շիլայացև գերագուր, որ հաճախ կօգտագործվի նորածին մայրերու ուժերու վերականգնման համար։ Ան կնկատվի ոչ միայն սննդային, այլ նաեւ մշակութային եւ սրբազան արժեք, կապված հացահատիկային մշակույթներու սրբացման ավանդություններուն հետ, հայոց երկրագործության մշակույթին հետ։ Խավիձը հայկական խոհանոցի ավանդություններու խորհրդանիշն է, որ կմիավորե սննդային արժեքը, հոգևոր հավատալիքները եւ ժողովրդական բժշկությունը։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։